Այս անգամ առանց գլխարկի Փաշինյանը ժամանեց խորհրդարան մասնակցելու բյուջեի կատարողականի քննարկմանը։ Նրան դրսում անհամբեր սպասում էր ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, աջ ու ձախ անում, ձայնային հաղորդագրություններ լսում եւ ուղարկում։ Խորհրդարանում սովորույթի ու նաև օրենքի ուժով բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելու համար էր եկել Փաշինյանը։ Ու հենց այդ ժամանակ պարզվեց, որ իր հեծանիվ վարելը բյուջետային ծրագիր է։ Ցույց տալու համար, որ ամոթ չի, որ 49-50 տարեկան տղամարդը հեծանիվ քշի, ամոթ չի ուղղակի։ Կներեք, իմ կարծիքով ամոթ է, որ չքշի։ Չուլանների դռները նորից բացվեցին այս նիստին։ Պարզվեց, որ հոգևոր կյանքին հաղորդակցությունը նույնպես պետական բյուջեի ծախսային տող է, որովհետև Փաշինյանի մեկնաբանությամբ այսօր պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ, որոնք այդ թվում հոգևոր կյանքի անբաժանելի մաս են, որպես պատմամշակութային հուշարձան պատկանում են պետությանը, այսինքն պետության սեփականությունն են եւ գտնվում են պետության հոգացության ներքո։ Այդ թվում ենթակառուցվածքներ պետք է լինեն, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան հաղորդակցվել այդ հոգևոր արժեքների հետ։ Բայց նաև պետք է կառավարությունը խստիվ վերահսկողություն սահմանի, որպեսզի, ինչպես արդեն առիթ ունեցել եմ ասելու, ոմանք այդ պատմամշակութային հուշարձանները չուլան չդարձնեն, որովհետև ելի եմ ասում, դա վիրավորում է մարդկանց հոգևոր զգացումները։ Հետո պարզվեց, որ արդարացված են պետական պարգևավճարները, դա օվկիանոսում ջրի մեկ կաթիլ է միայն, որովհետև եթե ամբողջ պետական համակարգը մեկ ամիս աշխատավարձ չստանա, թոշակն ընդամենը 1500 դրամով էր բարձրանալու։ Այս տարօրինակ հաշվարկից հետո լրացրեց, որ երբ ինքը խոսում է 238 միլիարդ աշխատավարձի ֆոնդի մասին, ապա նաև պիտի հավելի, որ պետական կառավարման համակարգի աշխատավարձը այդ ամեն ինչի մեջ փոքր է 5%-ից։ Եթե օրինակ ամբողջ պետական այդ շարժումները, որ կան, որ պարգևատրում մի ստացեք, թոշակները բարձրացրեք, եթե օրինակ 2025 թվականի ապրիլին ամբողջ պետական համակարգը չստանար աշխատավարձ, 0 աշխատավարձ ստանար, ապրիլին թոշակները հնարավոր կլիներ բարձրացնել 1400 քանի դրամով։ Պատկերացնում եք, ամբողջ պետական համակարգ, դատարաններով, դատախազությունով, պետական նախարարություններով եւ այլն, բոլորը ոչ մեկ 0 աշխատավարձ։ Հայաստանում նվազագույն թոշակն այս պահին 36000 դրամ է, բայց Հայաստանում ըստ Փաշինյանի հիմա 50%-ով ավելի լավ են ապրում, քան օրինակ 2018-ին։ Փաշինյանն ասում է, որ Հայաստանում սկսել են ավելի լավ ապրել, քանի որ աշխատատեղերն ավելացել են, ուրեմն ավելի երջանիկ են։ Իմ կարծիքով անհատը երջանիկ է, երբ ազատ է, պաշտպանված է, առողջ է, ստեղծագործ է, ունի սոցիալական միջավայր, սիրված աշխատանք, որի վաստակով հասանելիություն առողջ սննդին, առողջ ապրելակերպին, անհրաժեշտ կենցաղային պայմանների, պարբերաբար ճամփորդում է, սիրված է, հարգված է, հաղորդակից է հոգևոր կյանքին եւ կամ մշակույթին։ Այս ձևակերպումները տվեցի հետեւյալ հետևությունը անելու համար։ Երջանկությունը, հարգելի գործընկերներ, պետական բյուջեի ծախսային ուղղություն է եւ ծախսային հոդվածների որոշակի տրամաբանություն է։ Անհատական կենցաղային պայմաններն էլ բավարար չեն մարդու երջանկության համար։ Օրինակ, եթե մարդն ունի հարմար, նորոգած բնակարան, դա դեռ չի նշանակում, որ ինքը բարեկեցիկ է ապրում, ասում է Փաշինյանը։ Երկար խոսելուց հետո Փաշինյանը երջանկության ձևը սահմանեց։ Այն փաստորեն պետք է արտահայտված լինի պետական բյուջեում։ Ասում է, առաջիկա ազգային ժողովի ընտրությունների համատեքստում պետք է հարկի նկատմամբ հարազատություն ձևավորենք։ Հարկ վճարելու նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է փոխվի։ Ֆունդամենտալ ձևով պետք է փոխվի, որովհետև կա հարկ, կա պետություն, չկա հարկ, չկա պետություն, կա հարկ, կա բարեկեցություն, չկա հարկ, չկա բարեկեցություն, կա հարկ, կա երջանկություն, չկա հարկ, չկա երջանկություն, կա հարկ, կա ազատություն, չկա հարկ, չկա ազատություն։ Փաշինյանին հարկադրվելու ոչ մի հնարավորություն չունեին լրագրողները, ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ թույլ չէին տվել լրագրողներին դահլիճ մտնել Փաշինյանի զեկույցի ժամանակ։ Իսկ վերջում հեռանալիս արդեն հեռվից ձեռքով ողջունեց լրագրողներին, սակայն հարցերը մնացին օդում կախված։ Պարոն Փաշինյան։ Պարոն Փաշինյան։ Պարոն Փաշինյան։ Մեկ երկու հարց։
Պարոն Փաշինյան, ձեր կինը մանկապարտության մեջ է մեղադրում հոգևորականներին, այդով է ուժ եք դատում։ Փաշինյանն արագ նստեց մեքենան ու հեռացավ։